Այս մանգաղը նվիրում եմ ձեզ։ 2021 թվականի խորհրդարանական ընտրարշավում Ռոբերտ Քոչարյանին նվեր տված մանգաղի սրիչն է Վարդենիսցի Լենդրուշ Ղարիբյանը նվիրում Հայաստան դաշինքի առաջնորդին։ Ես նորից նվիրում եմ, որ պիտի տանեք, մանգաղը սրեք, այս անգամ լավ սուր կլինի։ Հունիսին արդեն, խոտ ընձի ժամանակը, որ սկսում է, այդ քաղաքական մոլախոտերին լրիվ պետք է ընձվի։ Քաղաքական մոլախոտ ձևակերպման հեղինակը Ռոբերտ Քոչարյանի համար նաև նոր պաշտոն է մտածել։ Ես ձեզ չէի կոչի նախագահ, կներես հազար անգամ, որովհետև նախագահի ստատուսը ինքան են իջեցել է, արդեն դա ճիշտ է։ Եվ ոչ էլ վարչապետ։ Ես ձեզ կոչեի ամենայն հայոց փրկիչ, ամենայն հայոց առաջնորդ։ Հետարսիր է ուղղակի դուք։ Հայաստան դաշինքի վարչապետի թեկնածուն վստահեցնում է, միասին կարող են հունիսի 7-ին վերացնել բոլոր անվտանգային սպառնալիքները։ Հունիսի 7-ին իսկապես վճռական լինելով, որոշում կայացնելով, ճիշտ գնահատելով, ով ինչ է արել, թացը չորից բաժանելով մենք ի վիճակի ենք լինելու իսկապես բոլոր այն սպառնալիքները, որը կանգնած են երկրի առջև, հաղթահարել, կարող ենք, միասին կարող ենք։ Անվտանգային սպառնալիքների մի մեծ չափաբաժին հենց Գեղարքունիքի սահմանամերձ բնակավայրերի գլխին է կախված, նկատում է Քոչարյանը։ 2021-22 թվականների ադրբեջանական ներխուժումների հետևանքով Գեղարքունիքում դիրքեր է դրել թշնամին, ամրացել սահմանամերձ բնակավայրերի բարձր կետերում։ Այս տարածքի վրա, այս հողի վրա հարևանը աչք ունի։ Երբ ասում է արևմտյան Ադրբեջան, այս տարածքները ի նկատի ունի։ Երբ ասում է Գյոչե Սևանը, Գյոչե իրենց լիճն է, այս տարածքները իր մտքումն են։ Քոչարյանը գիտի, որ թշնամուն նշանակետում հայտնված բնակավայրերից արտագաղթ է սկսվել, նաև այն պատճառով, որ արոտավայրերի մեծ մասը ադրբեջանցիների ձեռքն է ընկել, շատերին զրկելով անասնապահությամբ տուն պահելու հնարավորությունից։ Եթե իշխանությունը ոչինչ չի անում, ուրեմն իսկապես մտածում է, որ սա կարող է արևմտյան Ադրբեջանի մաս դառնալ։ Ավելի հեշտ է լինել հետո պայմանավորվել, եթե այստեղ մարդ չապրի։ Մեր խնդիրը հակառակն է։ Բոլոր սահմանամերձ շրջաններում այնպես անել, որ մարդիկ մնան, աշխատեն, այլ տարբերակ, փոքր երկրի համար, սեփական երկիրը անվտանգ պահելու ուղղակի չունենք։ Հայաստանը չի կարող միայն Երևանը լինել։ Թշնամին կարող է Երևան հասնել, եթե իշխանությունը շարունակի սահմանը թուլացնելու քաղաքականությունը, նկատում է Գեղամասարի բնակիչներից մեկը։ Նրան շատ է անհանգստացնում 300,000 ադրբեջանցիների հնարավոր վերաբնակեցումը Հայաստանում։ Եթե այս գյուղում եղավ մեկ ադրբեջանցի, ես չեմ կարա գնամ աշխատեմ, որ իմ ընտանիքը պահեմ։ Ստիպված պետք է երեխուս ձեռը բռնեմ գնամ դպրոց, դպրոցի դեմը կայնեմ, նորից իմ երեխուն հետ բերեմ տուն։ Եղավ չկարեցա ընտանիքս պահեմ։ Ու էլ եմ ասում, այն վաղտ մենք ունեցել ենք քարվաճար, միշտ մտածել ենք, որ մեր թիկունքում կա քարվաճար։ Այսօր մնացել է մի հատ Հայաստանին այս սահմանամերձ գյուղերը։ Այս էլ եթե տվինք, հաջորդը Երևանն է։ Գեղամասարցուն անհանգստացնում է նաև Փաշինյանի սպառնալիքը, թե իր չվերընտրվելու դեպքում աղետալի պատերազմ կլինի։ Նայեք, քաղաքականության մեջ կա հետևյալը։ Եթե դու վախկոտ ես, եթե դու վախած ես, դու պատերազմի համար էստի համեցեք ես։ Իբրև թե պատերազմները մերժելու ու խաղաղությանն այո ասելու համար Ղարաբաղյան շարժումն ավարտված համարող Փաշինյանի հայտարարությունը նույնպես անընդունելի է Քոչարյանի համար։ Փաշինյանը շաբաթ այդ միտքը զարգացնելով հայտարարել է Ղարաբաղյան շարժումը ճակատագրական սխալ է եղել։ Քոչարյանը պատկերավոր է նկարագրում դրությունը, իբր տունն ուզում են վերակառուցել, հիմնահատակ ավերում են այն։ Ով է մեղավոր այդ տան փլման մեջ։ Ոչ թե ինքն է մեղավոր, որ ամեն ինչ քանդեց, ամուր տունը թուլացրեց եւ այդ արդյունքում այդ տունը փլզվեց։ Այլ ասում է մեղավորը նա է, որ այդ տունը կառուցել է ժամանակին։ Եթե տունը կառուցած չլիներ, իմ հիմարություններս բավարար չէր, այսպես ասենք, պատեր քանդել, նկուղ քանդել, ֆունդամենտին ձեռ տալ, այդ տունը չէր փլվի։
մոտարապես այսօր մենք այս վիճակում ենք։ Վարդենիսցիներն իրենց հավատարմությունն են հայտնում Հայաստան դաշինքի առաջնորդին, որի հետ Օմարի բարձունքն են գրավել 1994-ին, հիշեցնում է քաղաքացիներից մեկը։ Վարդենիսի ժողովուրդը այդ տարածքի պաշտպանության հիմնական կազմակերպիչն էին։ Մենք տեսել ենք ձեր զորությունը, գիտենք ձեր ռազմական փորձն ու կարողությունը եւ այսօր էլ Վարդենիսի սահմանի ապրող ժողովուրդը ձեր հետ են, ձեր կողքին են։ Առաջ հաղթանակ։ Շնորհակալություն։ Պարապ խոստումներ մեր թիմը երբեք չի տվել։ Ուրեմն այս ամենը ինչ ասում եմ, անելու ենք։ Հավատում եք։ Մի բան սիրում եմ ասել, արել ենք մեկ անգամ, չէ, ես երկու անգամ արել, մի անգամ Ղարաբաղ, մի անգամ Հայաստանում, երրորդ անգամ էլ կանենք։ Վարդենիսի ճանապարհին Քոչարյանը նկատել է, քարվաճառ տանող ճանապարհը մինչև 44-օրյա պատերազմը շատ աշխուժ էր։ Պատերազմից խոսողները փորձում են վախ ներշնչել մեր ժողովրդի մեջ, համոզել մեր ժողովրդին, որ իրենք պատերազմի զոհ են։ Մինչդեռ իսկական ղեկավարի պարտքը առաջերտին նա է, որ ամեն ինչ անել, որ պատերազմից հետո դեպրեսիվ վիճակի ժողովրդին անել։ Հունիսի 7-ին պետք է ընտրենք Հայաստանի ու Արևմտյան Ադրբեջանի միջև, ընդգծում է Քոչարյանը։ Պետք է ստապվենք եւ այս ամենը շրջանցելու ճանապարհը մեկն է։ Այդ ճանապարհը հունիսի 7-ն է եւ այդ ճանապարհը քվեաթերթիկն է, որի վրա գրած է 17։ Հիշեցիք։ Հայաստան դաշինքի վարչապետի թեկնածուն վստահեցնում է, Գեղարքունիքը, որտեղից տարեկան հազարավոր մարդիկ մեկնում են Ռուսաստան արտագնա աշխատանքի, կարող է լուրջ տնտեսական խնդիրներ ունենալ, նաև եթե Փաշինյանի հակառուսական քաղաքականությանը այո ասի ժողովուրդը։ Եթե լսել եք երեք Ռուսաստանի նախագահի ամուլի ասուլիսը, ուղղակի պետք է ասել, այնպիսի վտանգի տակ է դրվում Հայաստանը, այնպիսի վտանգի տակ է հայտնում մեր ԵԱՏՄ-ի անդամակցությունը, որ լրջագույն խնդիրներ են ունենալու բոլոր նրանք, ովքեր այդ ճանապարհով են իրենց ընտանիքները պահում։ Վարդենիսում բնակվող արցախցին նամակ է փոխանցում Քոչարյանին, հույս հայտնելով, որ Հայաստան դաշինքի հաղթանակով կբացվի Վարդենիս քարվաճառ ճանապարհը, ու նրանք այդտեղով կվերադառնան Արցախ։ Հայաստան դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին։ Միասին կարող ենք ապահովել նաև արցախցիների անվտանգ վերադարձը Արցախ, արդեն Մարտունիում վստահեցնում է Քոչարյանը, դժվարությամբ պատասխանելով փոքրիկ տղայի ցանկությանը։ Ես ուզում եմ այդ հավղաբար։ Բարեք, ես էլ եմ ուզում։ Չգիտեմ ինչ ասեմ, ես էլ եմ ուզում։ Մենք արդեն ստեղ հնչեց, որ վերադարձի իրավունքը անպայման մենք հասնելով ենք դրան, որ անվտանգ վերադարձի իրավունքը Ղարաբաղի ժողովուրդը պետք է ստանա։ Եվ դա հնարավոր է անել։ Լիլիթ Սարգսյան, Տիգրան Գասպարյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր, Կիրակի։